2026 թվականը նոր է սկսվել, սակայն Գյումրին արդեն հասցրել է համալրել իր հաղթանակների զամբյուղը։ Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը հյուրընկալեցին միջազգային եւ հանրապետական առաջնություններում փայլուն արդյունքներ գրանցած գյումրեցի մարզիկներին ու նրանց մարզիչներին։ Ավետիս Առաքելյանն այսպես կատակեց, ընդգծելով, որ մարզական հաջողությունները քաղաքի համար բարի ավանդույթ են դարձել։ Առանձնակի ուշադրության կենտրոնում էին հրաձիգները։ Սպորտի բնագավառի պատասխանատուները նշեցին, որ սա այն մարզաձևն է, որտեղ Գյումրին երկար տարիներ հաջողություններ չէր ունեցել։ Մեր արձակը վերախճիգը մգրճանիլինը իշենորի իրենց և տեղաների մրցումները կայացավ Հայաստանում։ Եվրոպայի առաջ։ Հա, տեղաները անհատական լավ ելույթ չունեցան, չարաշ կարդարեք է, բայց թիմայինով առաջի տեղն է։ Այսօր հետաքրքիր որ մեր քաղաքում հին մարզաձևերից նոր չեմպիոններ են։ Հրաձուկության մեջ մենք հաջողություն չենք ունեցել շատ երկար տարիներ, բայց այսօր ես հաճույքով լսում եմ եւ առիթ եմ ունեցել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեր հրաձիգները մասնակցում են ապրել։ Դա մեծ աշխատանքի եւ ցանկության խնդիր է։ Գյումրիի թեթև ատլետները շարունակում են զարմացնել։ Միջազգային կարևորագույն մրցաշարում Բալկանյան առաջնությունում գյումրեցի մարզիկ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում գրավել է առաջին տեղը, իսկ 3000 մետր մրցատարածությունում սահմանել է հանրապետության նոր ռեկորդ, բարելավելով իր իսկ 2 տարի առաջվա ցուցանիշը։ Թեև մարզիչները բարձրաձայնեցին վազքուղիների վատ վիճակի մասին, սակայն նշվեց, որ այսօր լուծումներ են գտնվում։ Մարզիկներն օգտվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի մանեժից։ Օգտագործում են եկավ Եթե խնդիր կունենաք, ասեք անպայման շասրեցինք 13-60 մարզիկների համար հատկապես շատ մեծ նշանակություն ունի խրախուսանքն ու ուղղստի խոսքը ստիմուլներից մեկը դա է մնացած արդեն ամեն ինչ որ գիտեմ մենք բազմից ենք հանդիպել տեսել խրախուսել ուրեմն շատ շնորհակալ եմ մեր Փիրն է, արդյունքն է, չդեմ ինչս եմ։ Դու ծազում եմ։ Հա։ Եվրոպայի չեմպիոն 23 տարի։ Դասականը բշամարտիկ Արամայիս Հարությունյանն արդեն հասցրել է այս տարի միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ նվաճել, որից մեկը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում։ Նա դարձյալ ապացուցեց, որ Գյումրին ըմբշամարտի դարբնոցն է։ Ավետիս Առաքելյանը ներկաներին փոխանցեց Վարդան Ղուկասյանի շնորհավորանքները, նշելով, որ քաղաքի յուրաքանչյուր հաջողություն նրան նոր ուժ է տալիս։ Շնորհավորանքներ ընդունեք Վարդան Ղուկասյանի անունից նաև ամեն մի ձեռքբերումից քաղաքի անունից եւ մարզական եւ չգիտեմ շինարարության բոլոր ոլորտներից ինքը ականջալուր եւ հավատացեք մի ուրիշ զգացողություն, մի ուրիշ ուժ է տալիս իրեն այդ ամեն ինչը, որ իր հարազատ քաղաքը, հայրաքաղաքը, որը կարելի ինքն է եղել, արդյունքներ է ցույց տալիս, ինչպեսին աշխարհը, Եվրոպայը եւ դա ասված, որ հաջորդ օլիմպիական մրցաշարերում է նաեւ մյուս օլիմպիական ոսկին նույնպես կնվաճի։ Այս ամեն ինչը ձեռքբերումների ծանր աշխատանքի, քրտնաջրպահանների արդյունք է, որպես սպորտսմեն, որպես նախկին դորնական նշանավոր սպորտսմեն հասկանում եմ այդ ամեն ինչը շնորհավորում եմ մեր գերոսկույնների։ Սիրելի մարզիկներ, մարզիչներ, շատ ուրախ ենք, որ լավ արդյունքներ եք ցուցաբերել։ Մրցումներին մասնակցելով եւ մրցումների նախապատրաստելով ես ուրախ եմ, որ օժանդակում է բաժինը, քաղաքապետարանը, բաժնի աշխատակիցները, մասնագետները ամեն ինչ անում են քաղաքապետարանի ղեկավարությամբ, Գեր Առաքելյանի, Վարդան Նիկոլաևիչի, մեր բոլորիս աջակցությամբ, որովհետեւ դուք լավ պայմաններով կարողանաք մարզվել եւ լավ արդյունքներ տալ։ Շատ գովելի բարձր արդյունքների ենք հասել։ Դիմացը ունել աշխարհի մրցումներ, տեղեկը խոստացել են, որ աշխարհի մրցումները նորից ռեկորդով չեմպիոնական մեդալներով ունիկան։ Լիլիտից չեմ կասկածել, անպայման։ Այսինքն ոչ մեկին չեմ կասկածել, բոլորին վրա հույս ունենք, որտեղ Գյումրու պատիվը միշտ բարձր եք պահել եւ մինչեւ վերջ այդպես պահելու ենք։
Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Անջանիկ Կարապետյանը հայտնեց, որ տարին 2 անգամ քաղաքապետարանը կատարում է մարզիկների ու մարզիչների պարգևատրումներ, սակայն այս անգամ նշաձողն ավելի բարձր է դրված։ Կես լուրջ, կես կատակ շարունակեց նա։ Եթե հիմի մենք պարգևատրենք շուտ, աշխարհը սրիվ կուտա։ Հա, այստեղ արշավները Միջև աշխարհ չկարե պարգևատրում չի եղել։ Իսկ երկարատվությանը։ Գյումրու քաղաքապետարանը տեղական բյուջեի հնարավորությունների սահմաններում հետևողականորեն միջոցներ է տրամադրում մարզադպրոցների վերանորոգման և շենքային պայմանների բարելավման համար։ Ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր ձեռքբերումներից է մարզիչների աշխատավարձերի շուրջ 50% բարձրացումը։ Այս քայլն արժանացել է մարզական համայնքի գոհունակությանը։ Թե մարզադպրոցների տնօրենները և թե մարզչական անձնակազմը փաստում են, որ սա լրացուցիչ խթան է, ել ավելի մեծ նվիրումով աշխատելու և նոր չեմպիոններ կրթելու համար։ Պարոն Գասյան, մեր խոստովանները մենք անում ենք։ Հիմա մնում է, որ մեզ դուք ավելի ոգևորեք։ Ընդունեք ոգևորությունը։ Աշխարհը դիմացն է բոլորիդ, միայն ոսկի։ Այսօր արդեն ամբողջ հանրապետությանը հայտնի է անփոփոխ մի իրողություն։ Այնտեղ, որտեղ ներկա են գյումրեցի մարզիկները, բարձր արդյունքներն ու հաղթանակներն անխուսափելի են։ Հանդիպման ավարտին հնչեցին ծափահարություններ։ Մարզիկներն ու մարզիչները խոստացան, Գյումրու պատիվը միջազգային հարթակներում միշտ բարձր կպահեն, իսկ հաջորդ նպատակը օլիմպիական ոսկին է։